Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 8։ Փրկության բաժակը կառնեմ և Տիրոջ անունը կկանչեմ։ Սաղմոս 116-րդ գլուխ 13-րդ խոսք։ Պետք է փութաջան լինենք մեր փրկությանը տանող բոլոր միջոցների գործածության մեջ, մեծ զգուշությամբ հաստատակամ մնալով մինչև վերջ, որպեսզի մեր ունեցած բոլոր առավելություններով հանդերձ չպակասենք նպատակից։ Գործեցեք ձեր փրկությունը, քանզի Աստված է, որ գործում է ձեր մեջ։ Սա մեզ քաջալերում է մեր ամբողջ կարողությամբ աշխատելու, որովհետև մեր աշխատանքը զուր չի լինելու։ Սակայն մենք պետք է շարունակ կախված մնանք Աստծո շնորհքից։ Աստծո շնորհքի գործը մեր մեջ այն է, որ կենդանացնի և շարժման մեջ դնի մեր ջանքերը։ Մեր հանդեպ Աստծո բարեհաճությունն է պատճառը այն բարի գործի, որ նա կատարում է մեր մեջ։ Ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի և վիճաբանության, գործեք և թերություններ մի փնտրեք։ Կենտրոնացեք ձեր աշխատանքի վրա և մի վիճեք դրա հետ։ Եղեք խաղաղասեր և ոչ մի պատճառ մի տվեք գայթակղության։ Աստծո զավակները պետք է տարբերվեն մարդկանց որդիներից։ Որքան ավելի ապականված են մյուսները, այնքան ավելի զգույշ պետք է լինենք մենք անբիծ և անարատ մնալու համար։ Հետևողական հավատացյալների վարդապետությունն ու օրինակը պիտի լուսավորեն ուրիշներին և առաջնորդեն նրանց ճանապարհը դեպի Քրիստոս ու սրբություն, ինչպես որ Փարոսն է զգուշացնում նավաստիներին ժայռերից և ուղղում նրանց ընթացքը դեպի նավահանգիստ։ Եկեք ձգտենք փայլել Փարոսի պես։ Ավետարանը կյանքի խոսքն է։ Այն մեզ հայտնում է հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Վազքը խորհրդանշում է լրջություն և եռանդ, շարունակական շարժ դեպի առաջ։ Աշխատանքը խորհրդանշում է հաստատակամություն և գործին սերտ նվիրվածություն։ Աստծո կամքն է, որ հավատացյալները լի լինեն ուրախությամբ, և նրանք, ովքեր օրհնված են լավ ծառաներով, լավ պատճառ ունեն ուրախանալու նրանց հետ։